Թեհրանը փորձում է ապրել առաջվա կյանքով։ Մայրաքաղաքի Վալիասր փողոցում սեղմված բռունցքներով պաստառի վրա պարսկերեն գրված է «Քամին գալիս ու գնում է, բայց դրոշը մնում է»։ Ավելի քան 2 շաբաթ շարունակված ցույցերից շունչ քաշած Թեհրանից միտումնավոր դուրս չեն բերել շտապօգնության, հրշեջ ծառայության, ոստիկանության այրված մեքենաները։ Դրանք անկարգությունների ժամանակ են հրկիզել ցուցարարները, ողջակիզելով նաև դրանց մեջ եղած մարդկանց։ Այդպիսի մի մեքենա այրելու դիմաց 200 միլիոն թուման, ավելի քան 18 միլիոն դրամ են տվել արևմտյան ուժերը վարձկանահաբեկիչներին։ Այդպիսի տեղեկություն ունի Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։ Նրանք համատեղ նիստեր են անցկացրել տարածաշրջանային պետություններից մեկում, որտեղ հետախուզական ծառայությունները, այդ թվում Միացյալ Նահանգների եւ որոշ արևմտյան պետությունների, ներկայացրել են իրենց ծրագրերը։ Մի մարդու սպանելու համար 500 միլիոն թուման, մեքենա այրելու համար 200 միլիոն թուման, 80 միլիոն թուման ոստիկանական բաժանմունքներ այրելու համար։ Որ Միացյալ Նահանգների Իսրայելի ձեռքերի վրա է Իրանում այս ամիս սպանված մարդկանց այրունը, Մակամտանգության խորհրդի նիստին վերահաստատել է նաև Իրանի մշտական ներկայացուցչի տեղակալ Ղոլամ Հոսեյն Դարզին։ Through the 12-day war of aggression 2025-ի հունիսին Իրանի դեմ 12-օրյա ագրեսիվ պատերազմի ընթացքում չկարողանալով հասնել իրենց նպատակներին, նրանք հիմա ձգտում են նույն նպատակներին հասնել քաղաքական անկայունություն առաջացնելով, ներքին անկարգություններ հրահրելու եւ քաոսի միջոցով։ Նրանց ռազմավարությունը ստեղծված է զոհերի, կեղծ եւ ուռճացված թվեր տարածելու եւ արտաքին միջամտության պատրվակ ստեղծելու վրա։ Սա ծանոթ սցենար է, որը բազմիցս օգտագործվել է Իրաքից մինչև Լիբիա եւ Վենեսուելա։ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլցը Իրանի իշխանություններին է մեղադրել անկարգությունների համար, վստահեցնելով, եթե տնտեսությունն այդ օրը չգցեին, մարդիկ ճարահայտյալ փողոց դուրս չէին գա։ Ուոլցի խոսքով, նախագահ Թրամփը դիտարկում է բոլոր տարբերակներն իր ձևակերպմամբ կոտորածը դադարեցնելու համար։ Այսպիսով սա է մեր ուղերձը։ Նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները աջակցում են Իրանի խիզախ ժողովրդին։ Վերջակետ։ Եվ անկախ նրանց արդարացումներից այս ռեժիմը լիովին պատասխանատու է իրանական ժողովրդի տնտեսական տառապանքների եւ նրանց ազատության ճնշման համար։ Մայք Ուոլցն ակնարկել է, թե Իրանն է փորձում անկայունացնել իրավիճակը։ Iran seeks neither escalation nor confrontation. Իրանը չի ձգտում ոչ էսկալացիայի, ոչ առճակատման, այնուամենայնիվ ագրեսիայի ցանկացած գործողության ուղղակի կամ անուղղակի։ Կտրվի վճռական, համաչափ եւ օրինական պատասխան, համաձայն կանոնադրության 51-րդ հոդվածի։ Դա սպառնալիք չէ, սա իրավական իրականության արձանագրում է։ Միջազգային վերլուծաբանները կարծում են, որ հետ քայլ է արել ԱՄՆ նախագահն ու մոտ ժամանակներս դժվար թե ինչ-որ գործողություն սկսի Իրանի դեմ։ Թրամփին հանգստացրել է տեղեկությունը, թե իր սպառնալիքներից հետո սպանությունների թիվն Իրանում նվազել է, մահապատիժների ծրագիր չկա։ Գահանե Մովսիսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։